Փետրվարի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ։ Այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի հետ։ Մասնակցել են մարզպետի եւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչները։ Քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, սոցիալ-տնտեսական հիմնահարցեր։ Անդրադարձ է կատարվել թափառող կենդանիների խնդրին, խոսքի ազատության երաշխավորմանը, ատելության խոսքի տարածման կանխմանը, ինչպես նաեւ ընտրական իրավունքի իրացման ապահովմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկրաշարժից տուժած անձանց բնակարանային ապահովմանն ու անօթևանության խնդրին, ինչպես նաև հակասանիտարական պայմաններում գտնվող շենքերի վերաբերյալ դիմումներին։ Շիրակի մարզի հետ կապված բնականաբար մենք պարբերաբար ենք տարբեր դիտանկյուններից դիմում բողոքներ ստանում։ Իհարկե բոլորին հայտնի անօթևանության խնդիրն է երևի թե այսպես տարածվածը դիմում բողոքների համատեքստում։ Շարունակում եմ մնալ իմ այն տեսակետին, որ այս հարցին պետք է շուտափույթ լուծում գտնել, որովհետև սա միանշանակ խնդիր է, որը մարդու իրավունքների տեսանկյունից շատ մեծ ազդեցություն է ունենում։ Պաշտպանը նշել է, որ ստանում են բազմաթիվ դիմումներ կապված շենքերի հակասանիտարական վիճակի հետ։ Մենք դիմումներ ունենք որոշ շենքերի բնակիչներից, որ իրենք օրինակ ինչ-որ առումով հակասանիտարական վիճակներում են այս պահին շենքերը գտնվում, հատկապես նկատի ունենալով կոյուղագծերի եւ այլնի հետ կապված հարցերը։ Խնդիրը բավականին մեծ է դարձել, այս պահին նկատի ունենալով, որ ոչ թե մի քաղաքացի է օրինակ մեզ դիմում, այլ կոնկրետ շենքերի բնակիչներ են դիմում։ Ըստ պաշտպանի անհատական խնդիրների լուծումները հնարավոր են, սակայն առաջնային եւ արդյունավետ է դրանց համար համակարգային մոտեցումներ գտնելը։ Անդրադառնալով ընտրական իրավունքի իրացմանը, պաշտպանը ընդգծեց ազատ կամ արտահայտման երաշխավորումը։ Մարդիկ պետք է հստակ իմանան, որ իրենց կամքի վրա որևէ ներազդեցություն ընտրելու իրավունքի դիտանկյունից պետք է պարզապես բացառված լինի։ Հետևաբար այս առումով շատ կարևոր է, որ թե բոլոր դերակատարները նկատի ունենան հանգամանքը եւ բացառեն նման վարքագիծը, նկատի ունեն որևէ կերպ ազդելու, ներազդելու ընտրողների կամքի վրա, եւ թե իրենք քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն այս հանգամանքին, նաեւ հաշվի առնելով այն, որ մի շարք արարքներ այդ թվում ոչ իրավաչափ են եւ քրեական օրենսդրությամբ են նախատեսված։ Անահիտ Մանասյանը կարևորել է պետական եւ տեղական մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը, նշելով, որ մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության կարևոր ուղղություններից է։ Միական հատկությունն է մի քիչ նատրիումի հիդրոքսիդից։ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Անահիտ Մանասյանն այցելել է Գյումրու թիվ 1 ավագ դպրոց։ Տնօրեն Նաիրա Թադևոսյանի եւ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել դպրոցի տարածքում, տեղում ծանոթանալով ուսումնական հաստատության պայմաններին, այդ թվում անձնակազմի աշխատանքային պայմաններին եւ դպրոցական առօրյային։ Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում աշակերտների հետ, որի ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը, կիրառման եւ պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները։ Նախ սկսեմ նրանից, որ ինձ համար երիտասարդների հետ աշխատանքը։ Ողջուներով մասնակիցներին Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների հանդուրժողականության, մարդու որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։ Այս համատեքստում պաշտպանը հատուկ ընդգծել է մարդու իրավունքների վերաբերյալ պատշաճ կրթության կարևորությունը։ Մարդու իրավունքների պաշտպանն աշակերտներին ներկայացրել է իր գործունեության ուղղությունները, լիազորությունների շրջանակը, ինչպես նաեւ խոսել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Անդրադարձ է կատարվել նաեւ մարդու իրավունքների պաշտպանին կից երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը։ Հանդիպումը կրել է հարց ու պատասխանի ձևաչափ։ Անահիտ Մանասյանը երեխաների հետ քննարկել է իրավահավասարության, խտրականության դեմ պայքարի, մարդու իրավունքների կրթության, ազգային փոքրամասնությունների եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ընտանեկան բռնության կանխարգելման, ինչպես նաեւ խոսքի ազատությանն առնչվող հարցեր։ Ամփոփելով խոսքը Անահիտ Մանասյանը կարևորել է յուրաքանչյուրի ներդրումը եւ համատեղ ջանքերը սեփական միջավայրում դրական փոփոխություններ նախաձեռնելու եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու նպատակով։